Այս անգամ առաջարկում եմ տեղափոխվել Բեյրութ, այսօր կլսենք ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանին, բարև ձեզ Շահան։ Բարև ձեզ։ Այս պահին Վաշինգտոնում ընթանում է Նեթանյահու-Թրամփ հանդիպումը։ Կա մեծ ակնկալիք, ինչ-որ բան կորոշվի այստեղ։ Ուրեմն եթե հետևենք ամերիկյան հայտարարություններին, ընդ որում ամենաբարձր մագարտակով, նախագահի մագարտակով, որոշակի լավատեսության ենթահող ձևավորել էին արդեն մի քանի օր առաջ, ասելով, որ ուրեմն անագնկալ ունեն եւ շատ մոտ են խաղաղության։ Քիչ առաջ եւս Սպիտակ տնից համահունչ հայտարարություն է հնչել, որ շատ մոտ են խաղաղության համաձայնությանը, բայց կարծում եմ, որ միանշանակ այդպես միանգամայն խաղաղության մասին խոսելը թերևս վաղահաս է, որովհետև անորոշ կետեր կան, ճիշտ է, որ ամերիկյան նախագիծ էր փոխանցվել 21 կետանոց, բոլոր կետերը չէին, որ պաշտոնապես բացահայտվել էին, բայց բարձ էր, որ գերիների փոխանակումը առանցքային կետն է, ազատ արձակումը, իսրայելյան զորքերի աստիճանական հեռացումը, Գազան համասազերծ անելը, ուրեմն եւ այնտեղ նոր իշխանություններ ձևավորելը, որ թերևս անորոշ է, շատ է խոսվում Ռամալլա, Գազա, միացույլ, միացև, միատեսակ իշխանություններ ունենալու հնարավորության մասին, թերևս բարձ չեն նաև ուրեմն այնտեղ ձևավորվելիք իշխանությունների լիազորությունները, բայց նաև քաղաքական առումով, որովհետև առընթեր գնում է Պաղեստին պետության ճանաչումը, դիվանագիտական աշխուժացում է ապրում, եւ թերևս Պաղեստինի տարածքի սահմանները հստակ չեն, պետության ճանաչումի ես կասեի դիվանագիտական քարոզչական արշավ է իբրև ճնշամիջոց նաև գուցե հրատատարի կայացմանը, բայց չմոռանանք նաև իսրայելյան պայմանները, իսկ ներ-իսրայելյան առումով կարծում եմ, որ ուրեմն այս խնդիրը իր լրումին հասնելու, Գազան ամբողջովին ուրեմն իսրայելյան ուժերի վերահսկողության տակ առնելու առաջնային խնդիր է դրել Իսրայելը, սա նաև ներ-իսրայելյան առումով այդ բարունակում որոշակի նշանակություն ունի, որովհետև առանց խնդիրը իր ամբողջական լրումին հասնելու հրատատարի հաստատումը ամենայն հավանականությամբ կխարխլե Նեթանյահուի ուրեմն պաշտոնը շարունակելու Շատ կարևոր է հասկանալ ըստ այդ ամերիկյան պլանի, որին ասում են Թրամփի պլան կարգավորման, Գազան հետո պաղեստինցիներն են ղեկավարելու, այդ դեպքում ինչ կապ ունի Թոնի Բլերը դրա հետ։ Ուրեմն հրապարակված նյութերի մեջ կար նման կետ, որ նոր իշխանություն է ձևավորվելու եւ ընդհանրապես քաղաքագիտական վերլուծաբանությունը գնում էր այն ուղղությամբ, որ ի վերջո այնտեղ Ռամալլայի իշխանությունները պիտի տարածվեն նաև Գազայի վրա, բայց չեմ կարծում, որ սա հանգիստ կընկալվի Իսրայելի կողմից, դրա համար էի ասում, որ շատ բան թերևս բարձ չէ, պաշտոնապես չի բացահայտվել այդ 21 կետանոց նախագիծը, բայց մյուս կողմից նաև ամերիկյան լավատեսությունը հուշում է, որ գործընթացը կարող է մտնել նոր շրջապում։ Դրա համար էի ասում, որ խաղաղության մասին խոսելը իբրև պայմանագիր թերևս կանուխ է, շուտ է, բայց գուցե ժամանակավոր հրատատարի եւ հրատատարից հետո մեկնարկելու բանակցությունների այս սցենարը ավելի
հավանական է թվում, բայց հրաթաթարի համաձայնության շուրջ ուրեմն համաձայնելը ինքնին որոշ երաշխիքներ է ենթադրում եւ այդ երաշխիքները կարող են բանացված լինել ամերիկյան նախագծի մեջ։ Այսինքն մեծ հաշվով հարգելի Շահան, այսօր ամեն ինչ որոշվում է Նեթանյահու-Թրամփ հանդիպման շրջանակում։ Այդ դեպքում ուզում եմ հարցնել, Պաղեստին պետության ճանաչման այդ շարքը, այդ շքերթը ինչ արժե։ Պաղեստին պետության ճանաչման այդ դիվանագիտական աշխուժացումը, ինչպես ասեցի, ավելի շուտ դիվանագիտական եւ քարոզչական բնույթ ունի եւ կարող է ջնշումի գործոն ունենալ գնալու հրաթաթարի, որովհետեւ թերևս Պաղեստին իբրև այդպիսին տարածքային ամբողջականությունը բարձ չէ, սահմանները բարձ չեն, որտեղ պիտի կանգնեն իսրայելյան զորքերը, առավել եւս պետություն, որը ունենալու է թեական ենթադրյալ սահմանափակ լիազորություններ, դա ինքնավար կլինի, միջազգային ճանաչում ունենալով անթերց, դա պաղեստինցիների առաջադրած սահմանները կլինեն, թե ոչ, դա եւս իր հերթին։ Ուրեմն այս խնդիրը կարծում եմ թերևս շատ անկրվաններից կանցնի։ Ամենա իրադեսական, ամենաամբիջական համաձայնությունը հրաթաթարի համաձայնությունն է, որի առանցքային բաժինը հատկապես Իսրայելի համար երկու կետ է, նախ գերիների ազատարձակումը կամ փոխանակումը եւ երկրորդ Համասի վերացումը, հարաբես չեզոքացումը եւ Գազայից ամբողջական հեռացումը եւ իբրև ռազմական միավոր եւ իբրև քաղաքական միավոր, այսինքն կարծում եմ, որ Իսրայելը այդ նախապայմանից չի հրաժարվի, ընդ որում ասեմ նաեւ որ Համասի վերացումը, չեզոքացումը նաեւ ոչ միայն Իսրայելի բահանջքն է, այլ ընդհանրապես միջազգային ընտանիքի անգամ ուրեմն Պաղեստին պետությունը ճանաչող երկրների։ Եվ այստեղ պետք է առանձնացնել նաև հայկական ոսպնյակը մի քիչ աշխատեցնելով Թուրքիայի դիրքորոշումը, որը առանձնանում էր եւ բացի հավասարության նշան դնելուց Նեթանյահուի կառավարության եւ Համասի միջև ամենածանր մեղադրանքներով հասցեական հայտարարություններ արեց Էրդողանը Նեթանյահուին իբրև ցեղասպան եւ իսրայելական պետություն իբրև ցեղասպանական պետություն, որը իրականացնում է Գազայում էթնիկ զդումներ եւ ցեղասպանական քաղաքականություն։ Բայց չճանաչեց Պաղեստին պետություն։ Այո։ Ուրեմն այս առանձնացումը դիրքորոշման առումով հարկ է անպայման նկատի ունենալ, որովհետև կարծում եմ նաև որ տարածաշրջանում Իսրայելի քերակայությունը չի բխում Անկարայի շահերից, որը շատ առաջադրվել է նաև իբրև գլխավոր խաղացող իր ասացության կոդիները ձևավորելու տարածաշրջանում, որում արաբական պետություններում եւ նաև ուրեմն Համասը ահաբեկչական միավոր չհամարելու այդ իր մոդեցումով գիտեք նաև հակադրվում է Միացյալ Նահանգների դիրքորոշումին կամ վարած քաղաքականություն։ Իհարկե Թուրքիային արչև եւս կարմիր գծեր են սահմանված եւ գիտեք այս բոլորի մեջ Նեթանյահուի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու այդ հայտարարությունը կամ մյուս կողմից Թուրքիային Համասը իբրև ահաբեկչական միավոր աջակցելու սադարելու այդ փաստերը չի ասի որ ամբողջովին երկրորդական նշանակություն ունեն, բայց առաջնային խնդիր չեն Միացյալ Նահանգների համար, որը հիմնական գլխավոր մրցավարն է այս բոլոր ռազմաքաղաքական գործընթացների տարածաշրջանում է գծում կարմիր գծերը, որից այն կողմ հադումի որևէ քայլ համապատասխանում է ուրեմն արժանանում է համապատասխան զսկուշացման, արձագանքումին, ուզում եմ ասել, որ ամբողջ
Դուք նշեցիք ճիշտ է, որ այսօրվա այդ հանդիպումից փոխած հայտարարությունը շատ ճակատագրական է լինելու, այո, բայց բնականաբար առնչված այլ կողմեր եւս կան, բայց կարծում եմ նաեւ, որ Պաղեստինյան կողմի հետ եւս ուրեմն այդ խոսակցությունները, բանակցությունները ընթացել են եւ առավելապար ճնշումը Նետանյահուի վրա է, որպեսզի ընդունի ամերիկյան նախագծի այդ 21 կետերը։